Լևոն Միրզոյան, Նարեկ ջան, մի հարց, եթե պատիվ ունեմ իմպիչմենտը չստացվի, չես կարծում, որ ընտրություններին Քոչարյանը երրորդ տեղին է հավակնելու։ Լևոն ջան, ես կարծում եմ, եթեները մի քիչ անշնորհակալ գործ են իրականում, եթեները քաղաքականության մեջ այդքան էլ բան չեն, թե անցյալի մասով եթեն, թե ապագայի մասով եթեն, ապագայի մասով մի քիչ կարելի է կանխատեսումների դաշտ մտնել, տրվել այդ գայթակղությանը, մտածել, ենթադրել, ես վստահ եմ, որ երկրորդ նախագահը ես ասել եմ, թե որտեղ կբռնի չգիտեմ, որտեղում կլինի չգիտեմ, բայց ես վստահ եմ, որ երկրորդ նախագահը իր նախորդ տարվա հավաքած ձայների 50%-ը չի հավաքելու, վստահ եմ, առավել քան վստահ եմ, որտեղ դա քաղաքական կոնյունկտուրան, քաղաքական տրամաբանությունը եւ քաղաքական պրակտիկան է հուշում Հայաստանի երրորդ հանրապետության, թե ինչ կլինի, ոնց կլինի, չգիտեմ, նախ հարցը նաև թե ում հետ է մասնակցելու երկրորդ նախագահ, ինչ ձևաչափով է մասնակցելու, այդպես չէ, երկրորդ նախագահ Քոչարյանը ինքը տես բան չի, կուսակցություն չի Քոչարյան, ինքը ունի կուսակցություններ, այո, կան կուսակցություններ, նաև դաշնակցությանն է ինքը երբեմն ներառում այդ մարդկանց մեջ, բայց ես վստահ չեմ, որ դաշնակցությունը համաձայնա, որ Քոչարյանն է իրաց կառավարման խորհրդի նախագահն ու Քոչարյանն ասելու իրանք ինչ պետք է անեն։ Ոնց կմասնակցի նա հարցը։ Իսկ ինչ մնում է պատիվ ունեմի իմպիչմենտի ստացվել չստացվելը։ Ժորժ ջան, հիմա փաստացի գնդակը անդիմության դաշտում, հա, պատիվ ունեմը դբերել է թեման, ասել է, որ ես պատրաստ եմ սա անել, դրել է առաջնահերթությունները, առաջնային խնդիր էր համարում ընդդիմադիր մյուս ֆրակցիայի ստորագրությունների առաջնային առկայությունը, հիմա դա կա, հիմա պատիվ ունեմը իր քայլերի հաջորդականությունը կանի, տեղեկացնի, կտենանք հիմա կստացվի թե չի ստացվի։ Եթե պատիվ ունեմի իմպիչմենտը ստացվի, չեմ հասկանում այս հարցը, չստացվի թե եթե պատիվ ունեմի իմպիչմենտը ստացվի, չես կարծում ընտրությունների եթե ստացվի պատիվ ունեմի իմպիչմենտը, ես վստահ եմ, որ մենք ունենալու ես մտածում չստացվի, որտեղ տրամաբանությունը այդ է հուշում բանով, էլի հարցի տրաբանով։ Եթե ստացվի պատիվ ունեմի իմպիչմենտը, ես վստահ եմ, որ մենք լրիվ ուրիշ քաղաքական իրավիճակ ենք ունենալու երկրում, լրիվ ուրիշ քաղաքական իրավիճակ ենք ունենալու երկրում, նու գոնե մի քանի ամիս, մի 6 ամիս ունենալու ենք անցումային կառավարություն, որը ունենալու է բավականին մեծ առաքելություն ու ծանր առաքելություն, ու դրանից հետո արդեն թե որտեղ գրավի անկեղծ եմ ասում, ինձ այնքան քիչ է հետաքրքրում, որտեղ երբ որ լինի տենց իրավիճակ, որտեղ նորմալ մարդ լինի երկրի ղեկավարը, սրանց պատասխանը տված լինենք, սրանց նստեցրած լինենք, այստեղ արդեն հարց է, ով ինչով կզբաղվի, ես քաղաքականությամբ կզբաղվեմ, թե չեմ զբաղվի, ինչ կանեմ ես, այն մեկ, կարող երկրորդ նախագահ դրանից հետո չէ լուզում մնա քաղաքականության մեջ, կամ կարող է ավելի մեծ թափով, մեծ կոնսոլիդացիա լինում երկրորդ նախագահի շուրջ, ինքը գալիս է միանգամից իշխանությունը վերցնում է, բանով ասենք, շիդով սպիտակ ձիու վրա նստած, sense Վահրամյանով քայլելով գալիս են, այսինքն չես կարող ասես, դրա համար էլի չասեմ, եթե պարագայում իմ կարծիքով անկախ ամեն ինչից մենք տենալու ենք զարգացումներ, որոնք որ փաստացի այսօրվանից արդեն այլ հունով են գնում։ Անտագոնիզմը հույս ունեմ այլևս կվերանա անդիմադիր երկու ճամբարների մեջից այդ անտագոնիստական տարբեր տեսակի կսմրտոցներն ու կծելն ու իրար վրա ինչ ասես լցնելը։ Հույս ունենք, որ այս ամեն ինչի ֆոնին մենք կունենանք ինչ որ առումով գոնե փորձ ռեալ փողոցային շարժման տակ շարժումով իմպիչմենտի իրականացման եւ եկեք հուսանք, որ կհաջողվի իրականացնել իշխանափոխություն մինչեւ իշխանությունների կողմից հերթական ընտրությունները կեղծելու փորձը։